Արդիկ քաղաքում Վիոլիա ջուր ընկերության վթարային խմբերը օրական ստանում են մինչև 5 ահազանգ, կոյուղագծերի խցանումների, արտահոսքի ու հակահիգիենիկ վիճակների վերաբերյալ։ Իհարկե թիմը օպերատիվորեն արձագանքում է, գնում եւ վերացնում խցանումները, սակայն խնդրի լուծում էր պետք, ինչն արդեն իսկ սկսվել է։ Սեփական ուժերով ընկերության արդիկ շահագործման տեղամասը քաղաքի 6 հասցեներում սկսել է կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներ։ Տեղացիները գոհ են, տարիներ շարունակ կուտակված խնդիրները կարծես թե վերջապես լուծում են ստանում։ Խողովակները վկայել էին կոյուղու ջրերը միշտ ահավոր վիճակ էր, բողոքվում էին մարդկանց տներն էին, լսվում աջախագի միշտ բողոքվում են։ Դիմեցին Վիոլա կազմակերպությանը, նրանք էլ եկան, սկսեցին աշխատանքը եւ վերանորոգեցին։ Խցանված ահավոր վիճակ էր, մեքենաներն չէին անցնում, մարդիկ միշտ բողոքվում էին։ Խնդիրները հերթով լուծման փուլում են։ Վիոլիա ջուր ընկերության արդիկ տեղամասի վթարային խմբի ղեկավար Արմեն Խաչատրյանի խոսքով աշխատանքները կատարվում են ըստ առաջնահերթության։ Թումանյան փողոցում ուրեմն կար 200 մմ-անոց կոյուղագիծ, հիմնականում ինքը կերամիկական էր, որը քայքայվել, խցանվել, վթարվել էր, առաջացնելով հակահիգիենիկ վիճակ։ Հիմա կատարում ենք վերակառուցում, մոտ 100 մետրի վերակառուցում, 3 հիմնական դիտավորերով ամբողջությամբ վերակառուցում է։ Նախատեսվում է կոյուղագծերի նորոգում նաև Աբովյան, Աղաքարյան, Նալբանդյան եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցներում։ Սասունցի Դավիթ 6 շենքում աշխատանքներն արդեն ավարտվել են։ Խցանում էր, ընդհանրապես խցանված է խողովակ ամբողջությամբ ու առաջացրել է շենքի բակում գարշահոտություն, այստեղ էլ էլի փոխել ենք մոտ մի 30 մետր հատված 3 դիտահորերով։ Աշխատանքների արդյունքները բնակիչները զգացել են անմիջապես։ Մեր կոյուղագիծը փոխվել է, շատ ահավոր վիճակում էր ինքը, համարյա լցվում էր արդեն պատիետ, մենք դիմել ենք, շնորհակալ ենք իրենցից, որ իրենք էլ միջնորդեցին, մի խոսքով սարքեցին ամեն ինչ։ Այս տարվա ծրագրով, սակայն արդիկում վերանորոգման աշխատանքները միայն կոյուղով չեն սահմանափակվի։ Մխիթար Հունանյանը, արդիկի տեղամասի շահագործման պետը, նշում է. Այս աշխատանքները վերջացնելուց հետո նաև ունենք շատ բավականին ծավալուն գործ, Հայրենաց Հայկասար ջրագծի կառուցում մոտ 2 կիլոմետր ու կես 200-նոց խողովակաշարով, որը սնելու է Հայրենաց, Հայկասար եւ Տուֆաշեն բնակավայրերը։ Մենք արդեն միացնելու ենք Մարալիկի ջրատարից։ Նախագծի ավարտից հետո այս բնակավայրերում ջրամատակարարումը կլինի կանոնավոր։ Ընկերության մասնագետների հաշվարկով բնակիչները կապահովեն նորական 16-ից 18 ժամ ջրամատակարարմամբ, եւ այսպես արդիկում տարիներ շարունակ կուտակված կոյուղու խնդիրը լուծվում է համակարգված աշխատանքով։ Վիոլիա ջուր ընկերությունը վերակառուցում է քայլ առ քայլ նոր շնչով։ Այս աշխատանքները ընկերությունը իրականացնում է ոչ միայն ծրագրային ձևով, այլև զուգահեռաբար արձագանքելով ամենօրյա վթարներին։ Երբ կոյուղագծերը նորացվում են, իսկ ջուրն էլ սպառողներին հասնում է ըստ գրաֆիկի, բնակիչների ամենօրյա հոգսերից մեկը դառնում է պարզապես լուծված խնդիր։ Արմինե Գևորգյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։